Պարոն Բագրատյան, եկեք սկսենք թրիփից նախ մենք տեսանք Միրզոյան-Ռուբիո հանդիպման արդյունքում հրապարակվեց նաև թրիփի տեխնիկական բովանդակությունը, այսպես ասած, գիտեք, ամիսներ շարունակ օգոստոսի 8-ից հետո, երբ շատ հարցականներ կային թրիփի հետ կապված, այդ տեխնիկական մասով քիչ չէին շահարկումները, նաև ընդդիմադիրները պարբերաբար խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունեմ, շահարկում էին, որ սա միջանցք է, նույն միջանցք է պարզապես այստեղ վերահսկող ամերիկյան կողմն է, ինքնիշխանության զիջումը եւ այլն եւ այլն։ Հիմա թրիփի տեխնիկական բնութագիրը, երբ արդեն կարելի ասել ամբողջապես հայտնի է, կարող ենք ասել, որ այդ հարցերի պատասխանները լիարժեք տրված են։ Այս տարվա հունվարի 14-ին հայ-ամերիկյան հայտարարություն հրապարակվեց, որում հստակ նշվեց, թե օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրից հետո ինչեր են արվելու եւ ինչ պետք է արվի, որպեսզի դա կյանքի կոչվի։ Եվ այստեղ մեր այսպես կոչված ընդդիմությունը փորձեց խաղարկել, որ համադրենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 14-ի հայտարարությունները, փորձելով հանրությանը մոլորեցնել, որ իբրև թե նոյեմբերի 9-ը շատ ավելի լավ հայտարարության տեքստեր, քան հիմա, որ մենք օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ընդունեցինք այդ հայտարարությունը հունվարի 14-ին, բայց իրականության մեջ մենք ինչ ունենք, մենք ունենք Միացյալ Նահանգների հստակ կողմնորոշումը, որ այլևս տնտեսական ծրագիրը իրականացվելու է, թրիփը որպես Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղի մտավ գործողության մեջ, այլևս 140 միլիոն ամերիկյան դոլար հաստատվել է այդ ծրագրի սկսելու համար։ Այսինքն ամերիկյան կողմը հստակ իր պայմանավորվածությունները գործի է դնում։ Հայկական կողմի հետ կապված մենք ինչ ունենք, մենք պետք է նաև հստակ փորձենք հասկանալի հանրությանը ներկայացնել, թե մենք ինչ ենք ունենալու այս ծրագրից։ Նախ ձևավորվելու է ընկերություն թրիփի համաձայնագրի համաձայն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է 26% մասնաբաժին, ամերիկյան կողմը 74%։ Եվ բոլոր այն երկրները, ովքեր օգտվելու են այս ճանապարհից, այս տրանսպորտային հանգույցից, վճարելու են Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությունը նաեւ ունենալու է գնման իրավունք, այսինքն խողովակաշարով, էներգակիրներով, նաեւ երկաթուղային տրանսպորտով ճանապարհով անցնող բոլոր բեռները վճարելու են ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ Հայաստանի Հանրապետությանը եւ բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը ունի նաեւ գնման իրավունք, այսինքն նույն ապրանքները Հայաստանի Հանրապետությունը կարող է գնել եւ վերավաճառել երրորդ կողմին եւ լրացուցիչ турքեր, հարկեր գեներացնել, որոնք կհարստացնեն լրացուցիչ մուտքեր կապահովեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ստեղծվելու է հսկայական աշխատատեղեր, բարձրորակ աշխատատեղեր, որտեղ պետք է ներգրավեն հայ մասնագետները, որոնք կնախապատրաստվեն, համապատասխան դասընթացներ կանցնեն, կորակավորվեն եւ կմասնակցեն այս աշխատանքներին։ Եվ նաեւ դուք գիտեք, որ այս տնտեսական ծրագրի լրջագույն բաղադրիչը անվտանգային բաղադրիչն է, որտեղ երբ որ Միացյալ Նահանգները նման ներդրում է անում որևէ երկրում, ինքը այդ իր ներդրումները եւ դրա վերադարձելիությունը ապահովում է բացարձակ ձևով, այսինքն Հարավային Կովկասի անվտանգային համակարգը Միացյալ Նահանգները երաշխավորելու է իր տնտեսական շահից ելնելով։ Եվ Եվրոպան Ասիային միացնող այս ծրագիրը էական նշանակություն ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարում։ Մենք շատ լուրջ ծրագրեր կարող ենք իրականացնել եւ այլևս մենք աշխարհի մաս ենք կազմելու մեր ունեցած հնարավորություններով, մեր ունեցած տնտեսական ռեսուրսներով եւ այս բացված ապաշրջափակված բոլոր ճանապարհներով։ Պարոն Բագրատյան, հարցս հատկապես այդ շահարկումների մասով էր, թե սա ինքնիշխանության զիջում է, թե սա միջանցք է, արդյոք այս տեխնիկական բնութագրով բնութագիրը գալիս է ցույց տալու, որ որևէ ինքնիշխանության զիջում չկա, որևէ միջանցքային տրամաբանություն չկա։ Մեր ընդդիմադիրներին պատասխանենք, որ բացարձակ գոյություն չունի որևէ զիջում Հայաստանի Հանրապետության կողմից, որովհետև նույն հայտարարության տեքստում բազմաթիվ անգամ նշվում է, որ այս ծրագիր, այս նախագիծ իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսինքն այս սկզբունքները պաշտպանվելու են բացարձակ։ Եվ Միացյալ Նահանգները հանձնառություն ունի, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը
որևէ ռիսկ չունի։ Սա արդեն պատասխան է մեր այն գործընկերներին, որոնք նոյեմբերի 9-ը փորձում են համեմատել օգոստոսի 8-ի հետ, իրականության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջովին տարանցիկ միջանցքի տրամադրում էր, որը արտատարածքային կառույց պետք է լիներ եւ Հայաստանի Հանրապետությունը որևէ գործ չէր ունենալու այդ ճանապարհի հետ։ Այս ամերիկյան նախագծի հետ կապված մենք ամբողջովին գլխավոր դերում ենք հայտնվում եւ քաղաքական որոշումները ամբողջովին Հայաստանի Հանրապետության հանրությունների տիրույթում է։ Պարոն Բագրատյան, եւ պատահական էր արդյոք, որ 1 կամ 2 օր առաջ Սոլովյովը իր հաղորդաշարում արտացում է այն թեման, որ Հայաստանը իրենց հետաքրքրությունների գոտին է եւ եթե անհրաժեշտություն լինի Հայաստանում պիտի գնալ հատուկ ռազմական գործողությունների, ինչպես դա արեցին Ուկրաինայում, եւ այսպես շարունակ։ Իհարկե Զախարովան մեկնաբանեց, որ դա պարզապես լրագրողի կարծիք է, բայց իհարկե մենք գիտենք, որ Սոլովյովը նաեւ Կրեմլի ոչ պաշտոնական ռոպագանդիստն է, հետո նաեւ Դուգինն է հայտարարել իդեպ Զախարովայի այդ մեկնաբանությունից հետո, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի նման պետությունները պետք է անկախ ինքնիշխան չլինեն, որովհետև կարող են վերածվել պլացդարմի իրենց թշնամիների ձեռքում։ Հիմա ինչպես հասկանալ նաև Ռուսաստանից եկող այս հայտարարությունները եւ արդյոք սրանք կապ ունեին հենց TRIP-ի այդ պայմանավորվածությունների հետ։ Իրավիճակը այնպեսին է, որ Միացյալ Նահանգները այնպիսի քայլ է կատարել, այնպիսի հայտարարությամբ է հանդես եկել եւ համատեղ հայ-ամերիկյան ստեղծող կառույցները այնպիսին են, որ տրամաբանության մեջ Ռուսաստանը համարում է իրեն դուրս այս բոլոր պայմանավորվածություններից։ Հետևաբար արձագանքը պետք է լիներ իհարկե Սալավյովի տեսքով, որտեղ Սալավյովը ոչ պաշտոնական խոսնակն է, բայց մենք լավ ենք հասկանում, որ Սալավյովի խոսքերի տեքստում ովքեր են թաքնված։ Եվ երբ որ տեսավ համարժեք պատասխան, այսինքն հայկական կողմը եւ նաեւ կենտրոնական Ասիան իրենց խոսքերով միջնասիական հանրապետությունները կոշտ արձագանքեցին Սալավյովի խոսքերին, իրենք անմիջապես նահանջ արձանագրեցին եւ այլևս Զախարովայի հայտարարության տեքստը հետեւյալ էր, որ դա ոչ պաշտոնական տեսակետ է եւ մենք խնդրում ենք մեր գործընկերներին, որ դա չդիտարկեն որպես Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արձագանք։ Ես սանով փորձեցի ինքնամաքրվել այս գործընթացից, հասկանալու, որ այլևս Ռուսաստանի Դաշնությունը չի կարող դիտարկել Հայաստանի Հանրապետությունը որպես իր պլացդարմ, իր ֆորպոստ։ Հայաստանի Հանրապետությունը այլևս ինքնուրույն, սուվերեն, ինքնիշխան, տարածքային ամբողջականության տեսակետից անձեռնմխելի վարքագիծ է դրսևորում եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ համատեղ հայտարարությամբ է հանդես գալիս։ Չի կարող Ռուսաստանի Դաշնությունը հաշվի չառնել, որ Միացյալ Նահանգները իր տնտեսական շահերը այս տարածաշրջանում այլևս ամրագրել են եւ այդտեղ մի զգալի դեր ունի այլ Հայաստանի Հանրապետությունը։ Սա ուղղակի ուշացած հայտարարություններ, որ մենք մեր մասին մտածեք, մեր մասին ձեր կարծիքները ձևավորեք, որ իրականության մեջ տեղ չունի այլևս, որտեղ Հայաստանի Հանրապետությունը այլևս հայկական շահերի, պետական շահերի տեսանկյունից է գործում։ Եվ այստեղ 5-րդ շարասյունը էլ չի աշխատելու, որովհետև այն ծրագրերը, որ մենք հիմա այլևս գործի ենք դնում, դրանք որևէ կապ չունեն Ռուսաստանի Դաշնության ծավալապաշտական նկարտումների հետ։ Սրանք հստակ ուրվագծում են մեր ինքնուրույն անկախ տարածքային ամբողջականությամբ եւ նաեւ իրավազորությամբ օժտված քաղաքականությունը։ Սա է իրականությունը։ Պարոն Բագրատյան, բայց հայկական կողմից բազմիցս է եղել այդ առաջարկը նաեւ, որ Հայաստանը միտում չունի իրենց դուրս թողնելու, անգամ վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ իրենք կարող են վերականգնել օրինակ Գյումրի-Կարս, Իջևան-Ղազախի այդ հատվածները երկաթուղու, կարող են իրենք էլ այդ կերպ մասնակցություն ունենալ, այսպես ասած, այդ պրոյեկտին ապաշրջափակման տրամաբանության մեջ։ Բայց ինչ է կարծում, որքանով է Ռուսաստանի շահագրգռվածությունը եւ հետաքրքրվածությունը մեծ գալ եւ վերականգնել այդ երկաթգծերը եւ եթե չէ Հայաստանը երբ կգնա, չասեմ կտրուկ քայլերի, բայց գործողությունների, որ արդեն իր ձեռքը վերցնի այդ process-ը եւ նաեւ TRIP-ի մասով էլ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի շահագրգռվածությունը մեծ չէ, որովհետեւ մասնակցության մասին խոսք չի գնում, պարբերաբար Ռուսաստանից մեզ հիշեցնում են, որ այդտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է, այդտեղ ռուս սահմանապահն է, մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, այսինքն դա ոչ այնքան բարյոց կամության մասին է, որքան սպառնալիքի
լեզվով մեզ հիշեցնում են, որ հիշեք որտեղ եք, ինչու եք եւ ինչ կարող է լինել։ Հիմա արդյոք Ռուսաստանը կորոշի Ջևան Ղազախի եւ Գյումրի կարս այդ ճանապարհը վերականգնել, արդյոք շահագրգռված է եւ եթե չէ Հայաստանը ինչ փուլում կանցնի, այսպես ասած, քայլերի եւ իր ձեռքը կվերցնի process-ը։ Գետնի վրա մենք ռուսական կողմին առաջարկում ենք, որ կարող են օգտվել այս ծրագրից։ Այսինքն կա հնարավորություն, քանի որ Հարավ-Կովկասյան երկաթուղին հայկական երկաթուղու կառավարումն է իր ձեռքում է վերցրել եւ պետք է հնարավորություն ունենա նաեւ տնտեսական շահ ստանալու, մենք առաջարկում ենք, հայկական կողմը առաջարկում է, որ ռուսական կողմը կարող է օգտվել երկաթուղու ընձեռած հնարավորություններից, այսինքն նույն TRIPS ծրագրում ռուսական կողմը կարող է որոշակի բեռների տեղափոխումը վերցնել իր վրա, որի դիմաց ստանալ բավականին լուրջ գումարներ, եւ հայկական կողմը չի մերժում դա։ Հայկական կողմը նույնիսկ առաջարկում է, որ ռուսական կողմը կարողանա օգտվել այդ ընդհանուր ծրագրից, բայց այս ծրագրի միջազգային բարձր արժեքը ռուսական կողմին բավականին բարդ իրավիճակի մեջ է թողել, որովհետև իրենք համարում են, որ այդ դերակատարումը այն ինչ որ ստանձնեց ամերիկյան կողմը կարող է ռուսները դա անել, բայց բաց թողեցին այդ հնարավորությունը, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմը եւ Հայաստանի Հանրությունը հասկացավ, որ ռուսները միայն այս պահին ունեն գեոպոլիտիկ շահեր, այսինքն Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին իրենց չի հետաքրքրում, իրենք միայն իրենց շահերն են հետապնդում եւ սա մեր հայկական հանրության տրամադրեց այլևս, որ մենք պետք է կենտրոնանանք հայկական շահի վրա, Հայաստանի Հանրապետության պետական շահը պիտի բարձր դասենք բոլոր երկրների հետ հարաբերություններից։ Եվ այն երկրները, որոնք իսկապես մեր հետ բոլոր տնտեսական գործունեության մեջ կարող են հայկական շահը հաշվի առնել, այդ երկրները մեր համար այլևս առաջնային նշանակություն ունեն։ Եվ այդ դերը ստանձնեց համար մեկ գերտերությունը Միացյալ Նահանգները։ Եվ իրենք առաջարկեցին հայկական կողմին համատեղ ստեղծել ձեռնարկություն եւ տնտեսական շահ ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հետևաբար ռուսական կողմը կամ պետք է համաձայնվի այն դերին, որ հայկական կողմը իրեն առաջարկում է, կամ այլևս անելիք չունի, որովհետեւ ամերիկյան կողմը, երբ որ ներդրումներ է անում, այդ ներդրումները ատամներով պաշտպանում է եւ որևէ մի երկրի թույլ չի տա, որ այդ ներդրումներին վնասեն կամ խանգարեն։ Ինձ ավելի շատ Ջևան Ղազախի Գյումրի կարս երկաթուղու ճակատագիրն է հետաքրքիր, այսինքն հայկական կողմը որքան է պատրաստ սպասել Ռուսաստանը հիմա վերջը աշխատելու է կամ վերականգնելու է թե չէ եւ նոր անցնի աշխատանքի, այսինքն այդ դանդաղ կոտության մասին է խոսքը, արդյոք այս պարագայում հայկական կողմը դանդաղ կոտ է լինելու, թե քանի որ մենք տեսնում ենք իրադարձությունները ինչ արագությամբ են զարգանալու, որոշումն էլ, այսպես ասած, արագ կկայացվի եւ այդ երկաթուղիների ճակատագիրը, այսպես ասած, ինչ որ անորոշության չի մնա։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ իրենք պատրաստ են այլևս Հայաստան-Ադրբեջան ուղիղ կապի ճանապարհով ընթանալու, այսինքն ոչ թե Վրաստանով բեռները գան Ադրբեջանից Վրաստան-Հայաստան, այլ ուղիղ Ադրբեջանից Հայաստան։ Սա նշանակում է, որ մենք պետք է դիտարկենք այլևս Ղազախ-Իջևան երկաթուղային կապի հնարավորություն եւ նաեւ Երասխից Սադարակի եւ Երասխի երկաթուղային կապը, որոնք այլևս բացելու դեպքում ամբողջովին ապաշրջափակվում է տարածաշրջանային կոմունիկացիաները։ Այս դեպքում ռուսական կողմը անելի չունի, քան հետևելու, որ երկու հարևան երկրները տնտեսական համադրելիությամբ քաղաքականություն են վարում, որին ինքը կարող է մասնակցել, կարող է չմասնակցել։ Այսինքն այլընտրանքը ինքը ունի, կարող է մասնակցել եւ որոշակի շահ ձևավորել իր երկրի համար, կարող է չմասնակցել եւ դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից։ Այնպես որ ռուսական կողմին շատ մեծ հնարավորություն տրված չի։ Եվ այս ամեն ինչի ֆոնին նաև սկսեցին խոսակցությունները նախ Ֆիդանի այն հայտարարությունը, որ դրական է գնահատում Միացյալ Նահանգներում ձեռք բերված պայմանավորվածությունը եւ նաև Նիկոլ Փաշինյանի այս կառավարության կառուցողական մոտեցումը խաղաղության համատեքստում, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, այստեղ որոշ լրատվականներ ընդդիմադիր շրջանակներ ներկայացրեցին այնպես, որ Ֆիդանը աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, տեսեք, ընդդիմադիրները սա խոսույթ են դարձրել, անգամ Լևոն Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ օրերս հայտարարում էր, որ եթե հայ ժողովուրդն ուզում է իր ճակատագիրը իր ձեռքը վերցնել եւ չկառավարվել Թուրքիայից եւ Ադրբեջանից, պիտի գնա եւ ընտրի իրենց։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները այն դեպքում, որ օրինակ թե որտեղից են կառավարվում որոշ ուժեր, դա հստակ տեսանելի է, այսինքն սա ինչ մոտեցում է կրկին կամ կամի այդ տրամաբանության մեջ դնել, կամ Ռուսաստան, կամ Թուրքիա եւ Ադրբեջան, այն դեպքում, երբ նման միտում գոնե չկա։
Սա իսկապես անլուրջ եւ ծիծաղաշարժ շահարկում է, որովհետեւ իրականության մեջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անսակարկելի է եւ սա անդիմադիրներին հունից հանում է այն իմաստով, որ իրենք սովոր են, որ պետք է միայն Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո գոյություն ունենա Հայաստանի Հանրապետություն գուբերնիայի տեսքով, ֆորպոստի տեսքով եւ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Հայաստանի Հանրապետություն ինքնուրույն քաղաքականություն վարել, տնտեսական քաղաքականության արդյունքում մեծ շահույթներ ստանալ, գեներացնել եւ սա ուղղակի իրենց կործանումն է։ Այսինքն, եթե այս ծրագիրը մենք TRIP-ի ծրագիրը իր բոլոր մուլտիմոդալ էֆեկտներով կարողանում ենք հասցնել ավարտին, այն ուժերը, որոնք սպասարկում էին այլ երկրի շահեր, դուրս են մնում քաղաքական թատերաբեմից։ Սա իրենց այլևս հասկանալի է եւ իրենք որպեսի հասարակությանը իրենց կարծիքով մոբիլիզացնեն իշխանության դեմ, իրենք շահարկում են, որ սա Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների ցանկությունն է, իրենք աջակցում են վարչապետին մեծ հաշվով կամ Թուրքիան կամ Ադրբեջանը որևէ լծակ չունեն Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների ընթացքի վրա ազդելու։ Սա իրականությունն է։ Եթե ընդդիմությունը ցանկանում է դա տեսնել, կարող են տարբեր մոդիֆիկացիաներով ձևակերպումներ անել, բայց մեծ հաշվով Ֆիդանի հայտարարության մեջ բոլորովին այլ է խոսակցություն եղել եւ սա ես չեմ արդարացնում, այլ բեկնաբանում եմ ուղղակի Ֆիդանի հայտարարությունը, որ ասել է, որ բարենորոգումների եւ տարածաշրջանային կայունության իմաստով Հայաստանի Հանրապետության իշխանության դերակատարումը իրենք բարձր են գնահատում։ Եվ այդ քաղաքականությունը աջակցում են, որը նպաստելու է խաղաղությանը, ոչ թե առճակատմանը եւ պատերազմին։ Հիմա եթե մեր ընդդիմությունը դրան դեմ է, այսինքն իրենք ցանկանում են առճակատում եւ պատերազմ, պետք է հայտարարեն եւ գնան ընտրության։ Պետք է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրենք հայտարարեն, որ մենք ուզում ենք առճակատում եւ պատերազմ, իսկ քաղաքացիական պայմանների կուսակցությունը ցանկանում է տարածաշրջանային խաղաղություն հաստատել, մենք դեմ ենք դրան, մենք ունենք պահանջներ եւ պետք է պատերազմենք դրա համար, հարգելի քաղաքացիներ, որոշեք ձեր քվեով։ Մեզ պիտի ձայն տաք, թե խաղաղության ձգտող ուժին։ Պատերազմի ձգտող ուժին եք ձայն տալու, թե խաղաղության ձգտող ուժին։ Քաղաքացին կորոշի այլևս մոտ ժամանակներս հունիսի 7-ի ընտրությամբ իր քվեով կորոշի քվեարկի, թե որն է նախընտրում՝ պատերազմ թե խաղաղություն։